Այո, մեր տեխնացուն լինելու է պարոն Ես հարցնում Մեխակյանը։ եմ, որովհետև հնչում են տեսակետներ, կարծիքներ, որ սա հենց այդ նպատակով է արվում, որ ձեր տեխնացուն Ոչ, այդ նպատակով չի արվում, արվում է հետևյալ տրամաբանության մեջ խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ են կառավարելու տեսանկյունից եւ ավելի էֆեկտիվ են։ Եվ վաղարշաբաթը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում են հանրապետություն։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են, ճիշտ այնպես ինչպես 2021-ին են եղել ուրեմն համայնքներ, որոնք վերամիավորվել են 2017 թվականի, 16 թվականի խոշորացումից հետո, այնպես որ սա շարունակական process է եւ պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանք։ Բայց պարոն Խուդասյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր տեխնացիան վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն տեխնացուն է Վաղարշապատի համար, հենց նույն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշապատում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ էջմիածնեցիները Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը։ Ինքն է գլխավորելու ցուցակը ԿՊ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Նախկին համայնքապետի հետ կապված այսպես պարբերաբար Գասպարյանի մասին է խոսքը, պարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալների կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես։ Հարգելի գործընկերներ, այդ հարցի ասացիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ չեմ։ Պարոն Խուդասյան, 3 բանից Facebook-ում ձեր 2019 թվականի գրառումն էին պատտում տարբեր անձին, Կաշկովս ընկա, որտեղ դուք շնորհավորում եք Արցախի տոնը սեպտեմբեր 2-ին գրել եք Արցախը Հայաստանը եւ վերջ տոնը շնորհավոր Արցախ։ Շատ լավ, իսկ այդ շրջանակներին թվում է ես պիտի խմբագրեմ իմ կյանքի նախորդ ընթացքի հետ։ Քանի որ չեք խմբագրել, այսինքն կարող ենք ասել, որ հիմա չեմ խմբագրել։ Կարող եք այսինքն հիմա եք պնդում, որ Արցախը նոր իրողությունների մասով դուք գիտեք, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե այլ քաղաքական հարցեր կամ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող այլ հարցեր լինեն, սիրով կասեմ։ Վերաբերյալ էր հարցը պարոն Մեխակյանի նախով է փոխարինելու արմավիրի մարզպետի պաշտոնում եւ ինչու եք ըստ էության իջեցնում նրա պաշտոնը տանելով որպես քաղաքապետ եւ Լոռու մարզպետով է նշանակվելու, քանի որ 10 օրից ավել է Լոռուին մարզպետ չունի։ Մարզպետների նշանակման որոշումները ուրեմն կայացնում է կուսակցության վարչությունում է քննարկում այդ հարցը։ Երբ որ պարոն Մեխակյանի ուրեմն տեղափոխությունով պայմանավորված արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնա, վստահաբար վարչությունը այդպիսի որոշում կայացնի եւ դուք ինչպես այս պահին այդպիսի հարց մեր օրակարգում դեռևս մեր օրակարգում չկա։ Նույնը պիտի ասեմ վերաբերում է Լոռու մարզպետին, քննարկումներ կան, բայց երբ որ վերջնական որոշում լինի, ժամկետային առումով նախատեսված է 2025 թվականի տարեվերջին կոնկրետ ժամկետ այս բան ձեռս կմնամ ասել։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ տարեվերջին։ Ինչո՞ւ 2025 թվականի խոշորացում եմ հարցնում։ Նույն եթե նկատի ունեք ընտրական process-ը, նույն ժամկետի մասին ենք խոսում։ Պարոն Խուդասյան, դուք նույն օրն է լինելու խոշորացումից հետո այդ ընտրություններով համայնքների միավորման գործընթացը ամբողջականացվել է։ Այսինքն համայնքապետի ընտրությունները արդեն։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ։ Եվ խոշորացում եւ միաժամանակ կլիներ։ Խոշորացումը կլինի բնականաբար մինչ այդ այն աշխատանքային ռեժիմում ինչով ազգային ժողովը կհասցնի ընդունել վարչատարածքային ուրեմն բաժանման մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո արդեն մինչև տարեվերջ կլինեն ընտրություններ։ Պարոն Խուդասյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են,
որ ես պիտի իմ կյանքի այս կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափություն։ Այսինքն հիմա էլ կոնդը որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Տիրողություն է այս տեղի ունեցողը, պարոն Խուբեկյան, եթե ժամանակին Արցախը Հայաստան է համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարը այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն չկա ձեր եւ վարչապետի միջեւ։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եւ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու եւ այդ առիթները, հնարավորությունները օգտագործել եմ։ Դուք իմ դիրքորոշման մասին լսել եք եւ այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Առաջարկում եմ հարցերը տալ ուրեմն նախարարության համակարգման ոլորտներում, մանավանդ որ այդ ոլորտներում մեծ թվով աշխատանքներ Ձեր մի վարքյան մի հարց, ձեր նախորդ հայտարարությունների հետ կապված եկեղեցու մասով դուք ասացիք որ կաթողիկոսին կարող ենք փոխել սահմանադրությամբ ամրագրված շրջանակներ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն արել եմ եւ այդ մեկնաբանություններին ավելացնելու ես այդ մեկնաբանություններին ավելացնելու ուրեմն ոչինչ չունեմ։ Ինչով է առնչվում եկեղեցուն եւ կաթողիկոսի փոփոխմանը։ Ես նորից եմ կրկնում, վերջին этаպում բավարար թվով մեկնաբանություններ տվել եմ այդ թեմային եւ այդ մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում, պարոն Խուբեկյան, դա է։ Սահմանադրությունը մարդիկ տարակուսանք են հայտնում, ասում են նախարարը չգիտի որ սահմանադրությամբ հնարավոր չէ կաթողիկոս անջատ են իրարից։ Դուք իմ ասածը վստահաբար կոնտեքստից կտրում եք եւ նորից պիտի վերադառնամ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն այդ հարցին արել եմ եւ դրան ավելացնելու դուք կարող եք անվերջ շարունակել այդ հարցը, որին ես անվերջ կարող եմ տալ այդ պատասխանները։ Կընդգրկվեն հանձնաժողովի կազմում ինչ որ կուսակրոններ են գտնելու որ ես մանրամասներին չեմ հանձնաժողովի եւ ընտրության հետ կապված դուք երկու այդ բաները նիստեր ավականու ամեն դեպքում ԿՊ կբոյկոտի որ ԺՊ նշանակ օրենքով սահմանված կարգով ուրեմն այլ մեխանիզմ այդ դեպքում գոյություն չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի որոշում կայացած, որ գնում է համայնքում արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, մի նիստը նշանակված է այսօր եւ չի բացառում, որ արդեն այս ժամերին տեղի է ունեցել կամ այդ տրամաբանության մեջ ավելի ճիշտ է ասել, որ տեղի չի ունեցել։ Երկրորդ նիստը կնշանակվի դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում եւ մենք ունենք որոշում, որ մեր ավականու խմբակցությունը այդ նիստերին համայնքի ղեկավար չի ընտրելու եւ հետեւաբար այո ձեր ասած ընթացակարգով գնում ենք առաջ։ Որպես նախարար, որպես օրինակ ասում եմ, որ հասկանալի լինի։ Օրինակ դուք կամ առաջ որտեղ ոնց է։ Դուք նախարար եք, օրինակ կարող եք դուք Արագածոտնի որևէ համայնքում առաջադրվել ընտրություններին որպես համայնքի ղեկավար։ Շատ լավ, ես կուզեմ ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին, որովհետև ես ձեր հարցի այդ տրամաբանության կամ գործընկերների այդ տրամաբանության մասը բաց թողեցի, չանդրադարձա, բայց դա շատ կարևոր է, իրականում համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Դա չպետք է համեմատվի։ Ես անդրադառնամ նախորդ հարցին, որը հնչել է եւ հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այս տրամաբանության մեջ մարզպետից համայնքի ղեկավար տեղափոխվել է, ուրեմն պաշտոնի իջեցում չի եւ պաշտոնի ցածրացում չի, ավելին կարծում եմ քաղաքականության մեջ զբաղվող ցանկացած մարդ, ցանկացած ուրեմն քաղաքական գործիչ պիտի երազի այդպիսի պատվին արժանանալու, երբ որ համայնքի բնակիչները իրեն հնարավորություն կտան, իմիջիալոց ասեմ, որ այդ առումով պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է խոյում եւ հաջողությամբ իրականացել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Եթե անդրադառնաք նորից հարցը կրկնեք։ Ենթադրենք դուք հիմա նախարար եք, գնաք Արագածոտնի ինչ որ համայնքում առաջադրվեք որպես համայնքի ղեկավար։ Դուք այդ հնարավորությունը իրավական առումով կունենաք։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող տեխնացում պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է, միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրել։ Բացმა իր համար են հատուկ միացնում։ Կասկածները, որ միացնում են, որ պարոն Մեխակյանը դառնում է։ Ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում տեխնացուին, տրամաբանությունը հետեւյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում
պարունակում են ընդհանրապես երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում դա Էջմիածին քաղաքն է եւ Ոսկեհատ գյուղը, այդպիսի մոդել Հայաստանի ոչ մի այլ տեղում չկա կիրառված եւ վերամիավորումը հնարավորություն է տալիս եւ մեծացնել ուրեմն Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետև մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքները եւ դա հնարավորություն է տալիս եւ Վաղարշապատում եւ Խոյ համայնքում այսպիսի այսօրվա իրավիճակով ասած իսկ հետագայում ընդհանրացված Վաղարշապատ համայնքում իրականացնել ավելի մեծ ծրագրեր, իրականացնել ավելի հավակնոտ ծրագրեր։ Անդրադառնամ ձեր հարցի երկրորդ մասին, այստեղ պիտի նորից կրկնեմ, որ քաղաքական նպատակահարմարությամբ չի որոշվել, կառավարչական նպատակահարմարությամբ է որոշվել, հաշվի առնելով համայնքների բնակավայրերի եւ առաջին հերթին բնակիչների շահերը։ Պիտի ասեմ, որ նաեւ այս process-ը միայն Վաղարշապատով պայմանավորված չի, սա սկսվել է ավելի վաղ, մենք 2021-ին էլ ունեցել ենք միավորված համայնքների վերամիավորումներ, 2025-ին այդպիսինը կդառնա Խոյը եւ Վաղարշապատը, եւ այս process-ը այդտեղ չի կանգնի եւ 2026-ի թիմ հերթական ընտրությունների ժամանակ վստահաբար մենք նոր համայնքների, նոր միավորված համայնքների վերամիավորումներ կտեսնենք եւ այդ վերամիավորումների նպատակը նորից նույնն է լինելու, բարձրացնել պարոն Մեխակյանը այդ նիստում իր համաձայնությունը տվեց։ Ոչ վերջին նիստում, դրանից ավելի վաղ։ Որոնք են որ ասում եք Այս պահին քննարկումները ավարտված չեն, չեմ ցանկանա։ Պարոն Խուդայցյան, հաշվի առնելով նախորդ համայնքներում վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ԿՓ-ն երկուսում էլ պարտվեց, միտեղ տենց բացահայտ պարտվեց։ Դուք ինչ հույս ունեք, որ միասին կարողանաք 50+1%-ով հավաքել։ Հարգելի գործընկերներ, նորից պիտի ասեմ, որ համայնքի ղեկավարի ընտրությունները դրանք առաջին հերթին տեխնացուների անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք մտահոգություն չունենք Վաղարշապատի հետ կապված, որովհետեւ վստահ ենք, որ պարոն Մեխակյանի եւ անձը եւ անցած ճանապարհը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման արդյունքում մարզում եւ Վաղարշապատում եւ Խոյում իրականացված աշխատանքները մեզ տալիս են այն վստահությունը, որ պարոն Մեխակյանը ընտրվելու է առաջիկա համայնքի Պարոն Մեխակյանը ունի բարձր վարկանիշ կամ հեղինակություն, բայց ԿՓ-ի վարկանիշը տեսնում ենք, որ ես նորից պիտի ասեմ, կլինեն ընտրություններ, կտեսնենք ինչքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, այս խոսակցությունները ինձ հիշեցնում են ոչ այդքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը իջել է եւ դրանից հետո օրինակ իմ ղեկավարած Արմավիր համայնքում քաղաքացիական պայմանագիրը 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 Ձեր ղեկավարած Արմավիր համայնքի փառաքարում պայտարակ։ Մենք Վաղարշապատի հետ կապված այդպիսի մտահոգություններ չունենք, ժամանակը ցույց կտա, այդ ընտրությունները ամենևին էլ սարերի հետևում չեն եւ ժամանակը ցույց կտա, որ մենք մտահոգություններ չունենք եւ այդ չունենալու փաստը արդարացվելու է ընտրության արդյունքներով։ Այս երկրում որևէ մտահոգություն, որևէ ոլորտ կամ որևէ բան կա, որ ձեզ մտահոգում է, պարոն Խուդայցյան, որտեղ տպավորությունն է, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ ենք։ Իմ համակարգման, ես ասեմ իմ համակարգման ոլորտներին առնչվող, այո, բազմաթիվ տեղեր կան, ուրեմն մեծ ոլորտներ են, որտեղ մտահոգվելու առիթներ կան, մենք փորձում ենք լուծել այդ մտահոգվելու առիթները, վերացնել դրանք, բայց աշխատանքային process է եւ հասկանալի է, որ ամեն ինչ հարթ չի։